Իհարկե բացի այդ արտաքին նյութական աջակցությունից Ռուսաստանը ուներ Հայաստանում գործող իր հայ բոլշևիկների 5-րդ շարասյունը, ովքեր Կրեմլի կամ ուղիղ գործականներ էին, կամ էլ ազդեցության գործականներ։ Նրանք բացահայտ քարոզում էին հանձնվելու գաղափարը եւ ներսից ամեն ձևով փորձում էին ոչնչացնել դիմադրության ոգին։ Սա կործանարար երևույթ է, քանի որ ժողովուրդը սկսում է պարտվել եւ սկսում է կորցնել իր պայքարելու կամքը։ Այդ արևմտյան ճակատում նաև կային հայ սպաներ, ովքեր ծառայել էին ռուսական կայսրության բանակում եւ իրականում չգիտեին ինչպես պետք է մղել ազատագրական պայքար, կամ էլ հոգեպես պատրաստ չէին նման մի պայքարի։ Այս ամենը առանցքային դեր կատարեց, թե մենք ինչու պարտվեցինք արևմտյան ճակատում եւ կորցրինք Կարսը։ Իհարկե կան պարտության նաև այլ օբյեկտիվ պատճառներ, բայց առանց կասկածի կարող ենք պնդել, որ սրանք են եղել հիմնական պատճառները, քանի որ ներսից էր գլխավոր խնդիրը։ Իսկ արևելյան ճակատում, որտեղ նորաստեղծ արեստացին Ադրբեջանից բոլշևիկյան հրոսակախմբերը իրենց հարձակումներն են անում, մեր թշնամիները ձախողեցին, որովհետև այդ ճակատում գործում էր բոլշևիկների ոխերին թշնամին Գարեգին Նժդեհը։ Մեր սպարապետը չեզոքացնելով բոլշևիկյան ներքին թշնամիներին կարողացավ հայ բնակչությանը համախմբել հանցավոր կարմիր բանակի դեմ։ Կարճ ասած, արևելյան ճակատում մենք հաղթեցինք, որովհետև Նժդեի նման ազգային ու հակաբոլշևիկ սպարապետ ունեինք, ով ազատագրական ու պարտիզանական պատերազմ էր մղում, իսկ արևմտյան ճակատում, որտեղ միայն կանոնավոր բանակով սովորական պատերազմ ենք մղում, պարտվեցինք, որովհետև պակաս էր Նժդեի նման մի ուժեղ առաջնորդ։ Սյունիքում հաղթանակ կերտեցինք, որովհետև նման մի ուժեղ առաջնորդի շնորհիվ մենք ճիշտ քաղաքական դիրքորոշում ցուցաբերեցինք եւ կարողացանք ճիշտ ուղղությամբ վճռական պայքար մղել։